Ես որ ինձ Աստված կանչեց հոգեական ծառայությունին, ես ամեն ձևի հակառակում էի, 18 տեսակների, մարգարեներին չէի ուզում, ու լուրջ պատճառ ունեի։ Ես կրթություն չունեմ, երրորդ դասանի կրթություն այ մոտ առաջի պատճառը դա էր։ Երկրորդը ես հայերեն բառապաշարս հերի չի անում։ Տելևիզիացի ակցենտ ունեի, շատերը չէին, ամեն անգամ ասում են ինչ ասիր, այդ ինչ է նշանակում, ու ես արդեն չէի գիտեմ, ոնց անել, լեզուս փոխել էի, կիրովականցի էի դարել, քանի որ եկեղեցու սա կիրովականցի էին, օրինակ է շատ լավ հետաքրքիր ժողովուրդ է, փառքասում։ Ու դաժե ասում են դու կիրովականից ես, ասում եմ ինչից վերցրեք, ասում եմ լեզով ես խոսում, ոնց էի խոսել, մարդու կինս աղքալակի տելևիզիացի ոնց է կիրովականցի խոսում, չեմ գիտեմ։ Ուշադրություն դարձրեցի, տեսա որ մեր աղջիկեքը ձեր մոտ հարս են եկել, ձեր տղաները մեր մոտ տեսա են, եկեղեցու խնամ են, իմ խնամից էլ հրազդանցի, խնամուս բարեկամները, Աստվածն է ստեղծեց ու հետաքրքիր է, ես որ գալիս եմ Հայաստան, ինձ որտեղ որ կանչեն, եթե 3-4 եկտեղ կանչեն, ստեղ կանչեն, ես սաղ կասեմ կներեք, այս անգամ չեմ կարող, գամ ստեղ, թեկուզ երրորդ անգամ, գիտեք, ինչ-որ մի բան կա ձգող ձեր մեջ, ես չեմ գիտեմ, ինչ է, ինչ-որ հոգի կա այս թաղամասում, ու այդ հոգին ես որպես դրսի մարդ զգում եմ, ու փառք Աստծո ջան, ու դա լավ հոգի է։ Ինչ-որ ժառանգական բան է, պապերից եկած, տատերից եկած, դաստիարակություն է ինչ-որ։ Փառք Տիրոջը կոմունիզմը չի կարողացել ջարդել, փշրել այդ իա ոգին գողել ստեղ, հապատ ինչ-որ ձևով Աստված այդ անկեղծությունը, բարությունը պաշտպանել է։ Եվ մի օր ես Աստված պայմաններ ստեղծեց եւ պայմաններից չէի կարող փախնել, ինձ ասում էր դու կանչված ես հոգեական ծառայությունին, եկեղեցին թողին հովիները գնացին, մնացի մենակ ինչ անեմ այն մարդ, ես էլ ուխտ եմ կապել Տիրոջ հետ, ես կյանքում չեմ գնան, դերից որտեղ կբերես։ Այդ ուխտը ինձ պահեց եւ երբ որ նախավերջի անգամ ինձ Աստված ասեց մարգարեի միջոցով, դաժե այդ մարգարեն ինձ օծեց, ես դա չհասկացա ինչ ա կատարել, յուղոմուցեցին կոնֆերենցի ժամանակ։ Ասին դու Աստծո ծառա ես, իմ ծածուկ սենակի աղոթքս ասեց, հարցից պատասխանը տվեց, օծեց հովիները տեղը, հետո հովիվը գնաց, ոչով չգիտի դրանից։ Ասում է Տեր ջան, ես երիտասարդ եմ, ես ճարել եմ, այո մեծանամ, մի քիչ խելքս գլուխս գա, բաներ հասկանամ, հետո կարող է։ Ու բացում եմ Երեմիայի տեղ, ասում եմ չասես որ երիտասարդ ես, չասես որ երիտասարդ ես, ու ես ջգում եմ ու Աստված հենց ամեն ձևի տուպիկ ա տնում ինձ։ Հետո մահանաբռնեցի ու ես լավ չեմ կարդում, ես կրթություն չունեմ, ես հարապաշար չունեմ, ինձ ով կլսի, ամեն անգամ կարդալ վաղ մեկը ուղում է, ավելի խանգարում է ինձ։ Խոս կարդում եմ ուղում է, ասում եմ դուք հասկացաք ես ինչ եմ ասում, խնդրում եմ մի ուղեք, էլ մտքից չտեղվեց։ Ու ամանչում էի ամեն անգամ միկրոֆոն վերցրեց, դա վկայություն էի պրոսա տալի, արդեն չէի կարող, ու մնաց հոգեական, քարոջական ծառայություն, ավետարացնում խելքս գնում է, դե ավետարացություն չէ, ոչ իման պետք չի, գնացի պատմեցի 50 կյանքում ինչ արել, մի քանի խոսք էլ անգիրարեցի, մարդիկ դարձ էին գալի, շատ եմ սիրում, դա իմ կանչվածությունն է առաջինը, բայց հոգեական սա շատ ծանր վերապատասխանատվություն, ինչ անեմ, չգիտեմ, ոնց անեմ, սա թողել եմ, մի քանի տանիք ա մնաց, ես օրեկուց կգնամ։ Եվ լաց է եղնում ծածուկ սենակումս, գնացի եպիսկոպոս խնդրեցի, ասի ես գիտության պակասություն եմ, ես զգում եմ, որ ես գիտության պակասություն եմ, դա ես պատկերացրեք 5 տարի եկեղեցի եմ եկել, եկեղեցին չէր սովորել, դա Աստված երդությունը, ես դա չէի գիտել, այդ ոնց է երդություն, ոչ մի բան չէի գիտել։ Հարցերը ավետարանության ժամանակ ու հարցերին ստիպում էին, որ ես գնայի սովորեի, որտեղ չի կա, չես կարող ավետարանես։ Եվ մեր մոտ կա ինստիտուտ Մոսկվայի Ռուսաստանի ամենաուժեղ համալսարանն է կոչվում, մեր թաղերումն է։ Գնացի եպիսկոպոսի խնդրեցի, ասի, թե ուզում ես ձեռնադրես, դե մի բան արա, գոնե սովորեմ, դոկումենտ չունեմ ես, ոչ պասպորտ ունեմ, ոչ էլ ատեստատ ունեմ։ 9-րդ Դաղստանի ատեստատը 3 հատ դրած, այն 1013-ից բարի կամսեր 3 դրի։ Մարդ ասում որ նույն դասարան չթողեցի, սիրտս կապում էր ամեն անգամ։ Ջուր պետք է ասում նամասեն։ Ասում սովոր այդ տղա, սովոր դե չոբան կդառնաս։ Բակարական բան ասես։ Ես էլ եմ։ Ես իմ դարի մասից մապասպորտը ես գիտեմ դրան ասում։ Գնացի ինստիտուտը ասին չի եղնի դու միջին образование չունես, կրթություն չունես։ Ասում եմ հարազատ ջան, հասկանում եմ։ Ես չեմ ուզում ձեզանից ոչ դիպլոմ, ոչ բան, պրոստը գամ այնտեղ հետևը նստեմ, դրան կողքը, տետրակից մեջ գրեմ, վсё, չի լինի հանգստուգում եկա պետական համալսարանա լիցենզիան խլեմ, ու գնացի հիասթափված,
ողբացի Աստծո։ Դուք ունեք չէ՞ ծածուկ սենյակ, որտեղ ոչ ոքին ոչ մի բան չեք ասում, ոչ կնիկը, ոչ երեխան։ Նա ասում է, «Ես ինչ արեցիք դու իմ գլխին Աստված ջան։ Ես չէի ուզում, չէ՞ սա։ Հիմա ես ինչ անեմ, ինձ սա եկեղեցում չեն ձեղանում, բայց դեպքերից տենում եմ, ծիծաղում են վերից, նանգրակ, տկետ, ես չգիտեմ ինչ։ Մեկ էլ տեղը բացեցի, Աստված այս աշխարհի հիմար համարողներին ընտրեց, որ աշխարհի իմաստուններին ամաչացնի, չէ՞։ Ասում է տկարներին ընտրեց, որ զորավորներին ռուսերեն գրածը լրացնի։ Այո, հա, բայց ո՞նց, այդ ինչ է եղնելու։ Երբ փորձված մարգարեներ կան Ուկրաինայից, 100-ից 100 մարգարեում էին, գիտեք ո՞նց, լեզուներով աղոթում էին, անցյալը ներկա տապակա, անցյալը ներկա տապակա, չէր կա դու նա չավատալ։ Ուրանց ասածները 100-ից 100 կատարվել, ոչ թե մենակ մեր եկեղեցու։ Այ որտեղ ես իրան ստանում եմ, ում որ ճանաչում, ասում եմ իրանա աղոթի, եթե մարդը մեղքի մեջ չէր աղոթում, զգում էին, ասում են գնա հովին խոստան, հովին աղոթը չկա։ Դաժե մարդ կար գլխաշոր էր գցում, որ իրանք չէին աղոթում ու գլխին գլխաշոր չկար, բայց մեր մոտ չէին գցում, մեր մոտ աղոթում էին, չգիտեմ ինչի, ամեն անգամ, երբ ես կարիք ունեի հարցի, որ ոչ ոք չի կարող պատասխանել, Աստված այդ մարգարեին գրկում էր։ Ու իրանք այս պրինցիպներ ունեին, չէին գանել պրինցիպներ, մեր եկեղեցում չէին նայել։ Եվ այդ մարդիկ իմ տուն հրավիրեցի, աղոթեցինք, ասի հոգս ունենք, աղոթեք դրա համար։ Մտքից մեջ դերի հոգսը պասպորտից հարցը, երբ հարուցվելու 10 տարի բոմժի վիճակ երկրորդն էլ այս հարցը, ամենակարևորն այդքան կարևոր չի, դեք ապրում ենք, ապրում ենք։ Աղոթելու վաղ Ռազատներ ջան, ասեց, այսպես է ասում Տերը, ինչի ես դու լավ ցեղնում իմ առաջ, թե դու կրթություն չունես։ Քեզ դան էլի, ես մարդը ծածուկ սենյակը իմացա, քեզ չեն ընդունել համալսարան, այդ ես եմ ասում այդպես որոշել։ Իմացի որդիս համալսարանում քեզ չեն սովորեցնի, այն ինչ որ ես քեզ կսովորեցնեմ, քո կյանքի ընթացքում։ Ընդհանրապես անց դուրացի ու խաչը վերցրու։ Ինչ պիտի սովորեցնես, չհամբերեցի։ Ասում ինչ պիտի սովորեցնես, դեր ինձ որտեղ չեն սովորեցնում։ Ասա համալսարանում չեն սովորեցնում սիրել։ Սիրելն է քեզ պետք սովորել։ Հետո ասեցի, բասի, եթե ես պետք է ընդհանրապես սիրեմ, ու եկեղեցին ինչ է, ես նոր եմ հասկանում, եկեղեցուն ոնց պիտի ծառայեմ, Պրոստը բացվեց Եփեսացիս 2-րդ գլխում այնտեղ sense է գրած. Դուք այդ օտար չեք, այլ Աստծո ընտանիք եք։ Ասա ոնց ես քո ընտանիքից սիրում, անշահախնդիր իրան ծառայում, պահում, պաշտպանում, այդտենց իմ ընտանիքից։ Ոչ մի բան պետք չի։ Ես ուզում եմ դրա մասին խոսամ, սիրո մասին։ Մենք չգիտենք ինչի դրա մասին շատ քիչ ենք խոսում։ Ես դաժե ասեմ ձեզի, ըստ մեր եկեղեցիների մարդը իրանք հաստատեն, որ եղել է ես մի քանի շաբաթ, 4 շաբաթ միշտ սիրուց եմ խոսացել, ոչ ոք չի ձանձրացել, էլ ասում են էլի։ Ու նույն թեման չի եղել, միշտ խորը, եթե դուք մի տարի վերցնեք տեսիլ, սիրում, սերը հետազոտելու եւ սիրելը սովորելու թեման, հավատացեք, մարդիկ դաժե աշխարհը կմտնի, ամեն օր մարդ կապ աշխարհի։ Մեր մոտ տենց է եղել։ Ամենակարևոր բանն է դա։ Երբ որ մարդկությունը Ադամ ու Եվան մեղք գործեցին, իրանց առաջին մեղքը նա էր, որ իրանք սատանային ավելի շատ հավատացին, քան Աստծուն։ Աստծո ասածը բանի տեղ չդրին, սատանի սուտը բանի տեղ դրին։ Ու դրանից հետո առանց հավատքի, այլ Աստծուն հաճո չես եղնի։ Հավատքը եղավ պատճառը վնգար։ Դե իմ հավատն է պետք է որ Աստծուն հաճեսնի։ Բայց հավատքը սիրելն է, առանց սիրո մեռած է։ Ամեն։ Ավետարանչան վաղ դու չեն ասում, որ եկեղեցուց ես։ Հենց ասում ես ավետարանական, ասա հայերը, ոտից գլուխս են չափում են։ Ոնց որ մոլորակային են տեսել։ Ինչի ես մեր եկեղեցուց չես։ Այ մարդ, մեր եկեղեցուց եմ ով ասեց չէ։ Ինչի ես այդ ընտրել։ Մեր ավելի ճիշտ է։ Ռուսի հետ խոսում ես Պրավասլավնի չես։ Չէ։ Խոսում ես մյուսը կաթոլիկ չես, չէ։ Այ մարդ սա որտեղ գնում են ոչ պետք է չէին ընդունում։ Ինչի ես դարա ավետարանական եկեղեցի այդ հարցը ես ուզում եմ բոլորին տամ, ով այդ հարցը ինձ տալիս է։ Որն է ճիշտ եկեղեցին, որն է պետականն է, որն է հիմնն է։ Պապական պատմությունը բուդդիզմն էլ ավելի հիմնն է։ Բուդդիզմը հետանոսական կրոնը ավելի հիմնն է, քան քրիստոնեությունը։ Հնությունը չի որոշում ճշմարիտ եկեղեցին։ Պետությունը չի որոշում ճշմարիտ եկեղեցուն։ Հեն գնացեք Կիտայ, դրեք Կոնֆուցիանն է, բուդդիզմն է, պետական եկեղեցի, ხო չի։ Այն եկեղեցին է ճշմարիտ, որտեղ կա Աստծո սերը եւ եղբայրը սիրություն։
Ամեն սիրիներ, Հարկ Հիսուսին։ Բերեք այսօր մի քիչ դրա մասին խոսանք և վերանայենք սիրո հասկացողությունը մեր սրտերի մեջ և մի հատ հարց տանք ինքներս մեզ։ Մենք մեր կյանքի ընթացքում, տարիների ընթացքում հասկացանք ինչքան կարևոր է սերը։ Չէ՞ որ դու չհասկանաս սերը ամենակարևորն է, եթե չկարևորես, բանի տեղ չես դնի։ Համաձայն եք։ Եթե գիտես ինքը ամենակարևորն է, ուրեմն դու մի հատ հարց կտաս, բայց ես այդ կարևորը ինչ եմ անում։ Այդ ամենակարևորը ես հապաղում եմ, օգտագործում եմ։ Ինչից քան եկեղեցիներ ճյուղավորված են։ Ասեմ ձեզի, հասարակ բան, սիրո պակասությունից։ Ինչի, որովհետև սերիանը չի փնտրում, դեռ այն ինչ-որ մի ավագ իրանը ժողովրդին վստահել ենք կիսելա։ Սերը չի գրգռվում, սերը չի նախանձում, չէ՞, գիտեք այդ տեղը։ Այդ ինչ-որ մի բան չի արել, բաժանություն ա բերել։ Եթե այդ անում է, բիաբանություն ա բերել։ Так что ստեղ հարցը սրանում է, թե որքան է քեզի բացված սիրո հայտնությունը և որքան ես դու այդ սերով ապրում։ Թող ձեր սերը կեղծավոր չլինի։ Հեռու մնացեք չարից։ Ճիշտ է, 12-ին, հա։ Սիրներ, հարցը սրանում է, որ մեզ ավետանը սովորեցնում է, որ սերը եկեղեցում, մարդկանց մեջ կարա ձևական եղնի, կեղծավոր եղնի։ Ոնց եք դուք դա հասկանում, ինչի է այդպես զգուշացնում։ Երբ որ Հիսուս Քրիստոսին հարց տվին, որն ամենամեծ ու գերագույն պատվին, ասեց աստվածասիրությունը և մարդասիրությունը կարճ ասած։ Ու դա անբաժանելի է, և սա մարգարեություններ, օրենքներ դրանց է կախված։ Եթե դի հանեցի, մնացած իմաստ չունի։ Պողոս առաքյալը 13 գլխում ասում է, եթե ես լեզուներով խոսեմ, գաղտնիքները բոլոր իմանամ հոգևոր, զորություն ունենամ, որ սարերը հավատքնեմ, որ սարեր շարժեմ, դաժե ունեցվածքս ծախեմ, աղքատներին բաժանեմ, մարմինս է վարեմ, սեր չունենամ անիմաստ է և ոչ մի օգուտ չունի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինքը տենց է խոսում, իսկ մենք լեզուների պարգև ստանում ենք, մենք հոգևոր ենք, լեզուներով աղոթում ենք, փառք Աստծո։ Բայց եթե պարգև ունես պտուղ է կա, էլ Սուրբ Հոգու պտուղ կա, որ կոչվում է սեր։ Եթե դու լեզուներ աղոթում ես, բայց Սուրբ Հոգու պտուղ չկա, Աստվածասեր ծառը պտուղից են ճանաչում, ոչ թե պարգևից։ Դրանք անբաժանելի են, եթե ուզում եք իմանալ։ Սիրելի եկեղեցի, իհարկե մենք ունենք շատ ուժեղ հայտնություններ, շատ եկեղեցիներից, փորձառություն ունենք, ուժեղ, որ շատերը չունեն։ Բայց այդ ամեն ինչի մեջ մենք մենական վերանայենք ու նայենք, մենք այդ հարցի մեջ լուծել ենք այդ հարցը մեր մեջ, լուծվել է թե չի լուծվել։ Մենք այդտեղ բաստողում ունենք թե չունենք։ Ու եթե հանկարծ գտնենք, որ մենք բաստողում ունենք, այստեղ հարց առաջանում, ինչ ենք անում մենք, որ դա ուղեք մեր մեջ։ Միս այդ ասացած կա սիրո պակասության մասին։ Ես կարդամ, որ ձեր հայրեն սիրեն ջան։ Եթե արդարությունը առանց սիրո եղնի մարդու մեջ, մարդը դաժան է։ Պատկերացնում եք սիրել։ Եթե դու արդար ես, բայց սեր չունես, դու դաժան ես դառնում։ Ախիչ։ Եթե ճշմարտություն առանց սիրո եղնի մարդու մեջ, քննադատող է դառնում։ Դու շատ ես սիրում ճշմարտությունը, չէ՞։ Պայքարում ես, մեկի տեմից դա սկսիկ բամբասել, քննադատել։ Այդ ոնց է։ Աստված սեր է, Աստված քո մեջ է, ու մեկ է սկսիր սատանի բաներ անել։ Չէ՞ որ դատավորը մեկ է, ու դատավորը Հիսուս Քրիստոսն է, մենք իրանք չունենք։ Բայց չէ՞ որ դու ճշմարտությունն ես ասում, Աստվածաշնչի համար ես ասում։ Գիտեք, դες գրող կա Ռուսաստանում, Դաստոևսկիը ասում է, այն ճիշտը, ճշմարտությունը, որտեղ չկա սեր, սուտ է։ Աստված է։ Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, չէ՞, ճշմարտությունը։ Հիմա պատկասեք, Աստվածաշնչի ճշմարիտ է, չէ՞։ Դու Աստվածի խոսքեր ես ասում, բայց սեր չկա, Հիսուս այդ խոսքերի մեջ չկա։ Ոնց իր խոսքերն է, բայց սեր չկա, ինքը դեռ չկա։ Էդի չի ապաշխարեցնի մարդուն։ Եթե մարդը ուժեղ եղավ ու սեր չունեցավ, ինքը բռիկ է։ Եթե մարդը խելքով եղավ, սեր չունեցավ, ինքը խորամանկ է։ Տեսնում եք, որ ամեն տեղ
անհամանում է ամեն ինչ, որտեղ չկա սեր։ Եթե մարդը ուժեղ եղավ, բրիկ եղնի, եթե մարդը հարուստ եղավ, սեր չունեցավ, ագահ կեղնի։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե մարդը հավատք ունեցավ, սեր չունեցավ, մոլորյալ կեղնի, ֆանատիկ կեղնի։ Տեսել եք մուսուլմաններին։ Նրանք շատ ուժեղ հավատում են, բայց իրաք նայեք իրաց սրտին, նայեք իրաց վիճակին։ Շատերը չգիտեն իրաց Ղուրանի անզորությունը եւ չարությունը, իրանք անկես հավատում են ու շատ բարի է, բայց իրականությունը մեծ մոլորություններ կա եւ մեծ չարություն կա, որ մարդու խղճի հակառակ բաներ կա։ Ես 8 ամիս իրանց հետ բան եմ ունեցել, դիալոգներ եմ ունեցել եւ իրանց Ղուրանը լավ եմ սովորել ու ես իրանց մեջ տեսա մի բան, 8 ամիս ես ուզում ապացուցեի, որ ճշմարիտ է մեր հավատքը եւ իրանցը սխալ է, ու այնտեղ գալիս են մոլաններ, իրանց այնտեղ արաբերեն Ղուրան արած մարդիկ, որոնք ամեն տարը կանանքից բացատրեն։ 8 ամիս ես խոսում էի, միջև ես մի օր հասկացա մի բան, որ ես կարող շատ ապացուցեմ ճշմարտությունը մեր Աստծո եւ շատ ապացուցեմ իրանց Ղուրանի շեղվածությունը, բայց եթե ես իրան չսիրեմ, սաղ 8 ամսվա քրնիկս վարի կտա։ Ու ես մի բան տեսա, Ղուրանում չկա սիրո մասին ոչ մի բան։ Ալլահը չի սիրում մարդկանց։ Ինքը սիրում է մենակ իրանիներին, ովքեր իրան հնազանդ են։ Եվ գիտեք ես ինչ էի ասում, իսկ մեր Աստված ասում, սա սիրում է բոլորին։ Եվ միածին որդուն տվեց ոչ թե արդարների հիմա, այլ մեղավորների հիմա։ Ու ինքը չի սիրում մեղքը, բայց սիրում է մեղավորին։ Այս է մեր Աստծո ձեր Աստծո տարբերությունը։ Նույնը չի։ Ես ձեզ ասեմ, նույնը չի։ Դա տարբեր էություն է։ Նմանվել ուզում է մեր Աստծուն։ Չի կարա։ Չի կարա, որովհետև դա անհնարին է։ Ում է պետք է ընտանիքը, որտեղ չկա սեր։ Ում է պետք այս աշխարհը, որտեղ չկա սեր։ Մի օր շուտ գնամ այս աշխարհից, եթե սերը վերջանաստեղ, ու մենք գրված է, չէ՞ շատ սարսափելի բան ասպասում ես։ Մեղքերի պատճառով սերը մեռնելու է, դաժե հոգևորները իրար մատներում են։ Եթե այսօր մենք չհասկանանք ու ուշադրությունը չդարձնենք նրա վրին, որքան է մեզ Աստված սիրում ու ոնց է մենք իրան սիրում, ոնց է մենք սիրում մեր ընկերոջը, մենք լուրջ խնդիրներ կունենանք, փորձության ժամանակ անկումներ կունենանք։ Ու ավելին ասեմ ձեզ սիրելիներ, մենք պրոստը պետք է իմանանք որ սորտ կա, որը ընկած է մեր հետևը եւ ուզում է մեզանից գողանա ամենակարևոր բանը որ կա, սերը։ Դրա մեզի նեղացնում է ինքը, մոլորացնում է, կաշառում է մեզի, վախացնում է, մի նպատակ ունի, գողանա քո մեջից սերը։ Ինչի չի կարելի նեղանալ։ Որովհետեւ դու նեղանում ես, առաջին դու կորցնում ես սերը, Աստծո հանդեպ, որովհետեւ դու սրտիդ խորքում մտածում ես, թե Աստված թույլ տվեց եւ անարդար փորձություններ իմ բարության տեղը չարություն պատասխանեցին, սխալ ամուսնացած, աղոթել եմ Տերես ինձ ես ինչ մարդ տվեց եւ լիքը բաներ։ Երկրորդը դու քո մեջ մեռնում է մարդասիրությունը, որովհետեւ այդ չներումը սպանում է քո մեջի սերը։ Ես տեսել եմ մարդ, որ մեռած մարդը վաղու չկա այդ մարդը, իր կյանքում էլ չի լինի, ատում էր։ Ասում մարդը չկա ինչ ես այդքան ատում է մարդուն։ Ամեն անգամ ամեն ինչի մեջ տեսնում էր այդ մեռած մարդուն։ Յա կեսուրին։ Երեխեքին նայում է տոշնի կեսուրս է։ Սերիալ նայում է կեսուրս է։ Էսի կեսուրս է։ Ես էլ եմ այդ օրինակ։ Երբ որ հարսից ատում են, իր անունը որտեղ տեսում, լսում եմ մազերից բիզբիզ էր կանում։ Ու հետո ես հասկացա, սա մի հատ ահավոր վատ բան է, եթե սրա դեմը չգդրեմ, ես հոգեկան խանգարեմ կամ կորցնեմ սա ինչ ունեմ ես, Աստծո հետ կապված։ Փակ Տիրոջը սիրուն Ուրեմն մեր Աստված զորավոր է։ Հովհաննեսի թղթերում գրված է, ով հավատում է, որ Հիսուսը Քրիստոսն է, նա Աստծուց է ծնված։ Ամեն։ Եվ ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին է պետք է սերի։ Ամեն։ Առաջին Հովհաննես թղթում 5-րդ գլխում գրված է, որ եթե մենք սիրում ենք, ուրեմն մեր մեջ Աստված կա, որովհետև Աստված սեր է։ Հարազատ ջան, եթե մենք չենք սիրում, մեր մեջ Աստված չկա, անկախ նրանից թե դու կրթություն ունես հոգևոր, չունես, որ եկեղեցին ես պատկանում, դաժե եթե ծառայող ես։ Հարցը սրանում է, եթե քո մեջ չկա սեր, իմաստ չունի։
Որտեղից մենք իմացանք, որ մահից կյանք անցանք, երբ մենք սիրեցինք եղբայրներին։ Սիրել Աստծուն, սիրում քո ընկերոջը, այս մեծ պատվիրանը սա է, Աստծուն սաղ սիրում է։ Ինչի՞ չես սիրի, քեզ բժշկում է, պահպանում է, քեզ օգնում է, ո՞նց է։ Բայց ընկերոջը չէ։ Ընկերը ով է։ Եվս հատով է քո ընկերը։ Ով քո կարիք ունի, նա քո ընկերն է։ Քո ջան, քո ամուսինը քո կարիք ունի։ Ուրեմն քո ընկերն է, դու սիրես իրան։ Եղբայր ջան, քո կինը քո կարիք ունի։ Այո։ Ուրեմն դու պետք է սիրես իրան։ Ինքը քո կարիք ունի։ Ծանոթներ ջան, ձեր երեխեք ձեր կարիք ունեն։ Այո։ Ուրեմն դուք պետք է սիրեք իրեն, դուք իած ընկեր պետք է եղեք։ Ալլահը կյանքում չի ասի դուք իմ ընկերն եք։ Բայց Հիսուսը ասեց դուք իմ ընկերներն եք։ Ես ձեզ ոչինչ բան չունեմ թաքցնելու։ Մարդացար Տեր ջան, ապացուցեցիք, որ մեզ սիրում ես, հենց մի հատ էլ ընկեր դարար մեզի։ Դու մենք ով ենք ովքեր այդ ընկերությունն ունենք։ Մենք ուր, դու ուր, բայց ի՞նչ սեր է, ոչինչ այն ոչինչ բան։ Հարգ Հիսուսին։ Սիրել, եթե մեր ընկերոջը մենք չսիրենք, բերեք ասենք, մենք դառնանք երեսա պաշտ կեղծավոր, ինչի սկան գալեր են առաջանում ոչխարի մորթով, որովհետև իրանք վերստին ծնունն են, այդան խոսում, բայց սիրել չեն սովորում, միշտ իրանն են փնտրում, խիշնիկ են, իսկ սերը իրանը չի փնտրում, ամեն։ Մի բան էլ ասեմ, դու գիտեք, որ մոր սերը և հոր սերը տարբերվում է։ Մոր սերը անպայման սերը, ոչ մի պայման չկա, մոր հիմա հերիք է, որ ինքը երեխա ունի։ Ով այդ երեխա է, լավ երեխա է, վատ երեխա է, չէ։ Դաժե ամենաչար երեխուն մերը կպաշտպանի։ Դաժե այն երեխեն որ զզվելի է, անհարգելի է մարդկանց մեջ, իր համար երեխեն է։ Դաժե որ հայրը բան ասի թռնի երեխուս բան չասես։ Ճիշտ է։ Մեր Աստված տենց ասում, չէ՞ մեզի, անպայման։ Այդ աստվածային սերը մոր մեջ կա դրած, բայց հոր սերն է անպայման, բայց պայման ունի։ Ու եթե այդ պայմանը չի կատարում, հերը դժբախտանում է։ Դա էլ աստվածանից, որտեղ Աստված պայման ունի։ Հերը նույն ձև ապրում է իր երեխում է։ Ինքը չի ուզում իր երեխեն, իր սխալները կրկնի եւ իր կյանքի հետևանքներ ունենա։ Այս պայմաններով ինքը միշտ ասում է, տղա ջան, ես քեզ սիրում եմ, եթե ուզում ես, ես երջանիկ եղնեմ, եթե ուզում ես քեզ ավելի շատ սիրեմ, դու մի ժառանգի իմ սխալներս, ժառանգի իմ օրհնություններս։ Եվ ինչ որ ես ունեմ, քունն է, ինձ ոչինչ պետք չի։ Տենց է թե չէ։ Գիտեք, կոնֆերենսին մեզ հետ հարց է տալի մարդկանց, ասում է, ծնողների հիմա ամենա գերագույն ուրախությունը ի՞նչն է տղերքի հիմա։ Երեխեքին, սա ասում են, որ երեխեքը պատվում են իրան ու սիրում են։ Ոչ։ Ծնողների հիմա ամենագերագույն ուրախությունն նա է, երբ որ երեխեն ինքը իրան է սիրում։ Զարմանալի բան եմ ասում, չէ՞, էգոիստ է։ Չէ։ Երբ որ երեխեն ինքը իրան լավ է նայում, ծնողները ասում են, ինչ լավ է, փառք Աստծո, ուրախանում է, մենակ երեխես լավ եղնի։ Ես ոչ մի բան չեմ ուզում, տենց չի թե չէ։ Երբ որ մեծանում եք, մեզ էլ ոչ մի բան պետք չի։ Ոչ տուն ենք ուզում, ոչ բան, առողջություններն երեխեքից թողնելիս հետևեն դա։ Դու լավ եղի տղաս, որդիս, սուրետ ինձ մեզ լավություն կանես, սա ինձ հարգանքով պատիվ է, եթե նայենք։ Հետաքրքիր է, այս բնությունը սիրո, ամեն բարի տուրք երկինքից է, ճիշտ է, այդ Աստծու մեջի մասնիկն է, ու մարդու կնիկ ու մեկանում են, դառնում են մեկ ու դառնում են կատարյալ Աստծու սիրո մեջ։ Գիտեք, եթե դուք փողոցային երեխա տեսնեք, որը փողոցում ծնել մեծացել է, դուք չեք տեսնեք կերթված, մաքուր, խելացի սիրող երեխա, դա չի մեծանա կյանքում։ Ինչի, որովհետև սիրել սովորում է երեխեն մենակ այնտեղ, որտեղ այդ սերը կա։ Դա ընտանիքն է, հոգևոր մարդու մոտ դա եկեղեցին է։ Ուրիշ տեղ դու չես կա, սերը չկա, ինստիտուտ չկա, դրա համալսարան չկա, տենց ինչ որ աղուսյակ, որ սենց անգիրանես, սա կարելի է, սա չի կարելի, սա սեր չի։ Սեր ազատություն է տալու։ Եթե աշխարհում եղնի ամենաանհաջող ընտանիքը, ամենաչար ընտանիքը, չէ՞։ Այդտեղ երեխա մեծացած, մեկ ավելի լավը կլինի, ավելի կրթված, խելացի, ու ավելի լավ ընտանիք կազմի, քան այն երեխան, որ չգիտի ինչ ասել է։ Համաձայն եք դա։ Ու աշխարհում ամենավատ եկեղեցու, ամենավատ ծառայողների մեջ մեկը Աստծո սիրողը էլի հոգևոր գտանը կանչվածության մեջ կմտնի։ Երբ որ ես աղակում եմ, ասում եմ Աստված ջան, նայում եմ, ասենք
ինչ հովիներ, աղբերներ ունեն։ Նայում էին հովից ամարտ։ Ոչ ժամուկես քարոզագում, քարոզ չի եղել։ Ժամուկես փարավանդություն է, քարոզ չի եղել։ Աստված քեզ ցույց տա 18 թեմա պատմի։ Ինչ տա։ Մի օր ես հոգեով աճած, ես ինչ դեր, ես ոնց կարող ապաշխարել, ոնց կարող ծառայել դառնալ։ Ախր ես կարիք ունեմ։ Ես սկսեցի անհարգել սրտիս մեջ այդ հովին։ Մի օր Աստված ինձ այցելեց եւ այնպես բան ասեց, ու ես դրանից հետո հովին անգամ շատ եմ սիրել։ Եվ միջև իր մահանալը իր կողքն եմ եղել։ Թեկուզ դաժե ինքը թողեց գնաց եկեղեցին։ Որովհետեւ Աստված ինձ ասեց, կարող է դու արծիվ ես քո հովինել հավը։ Բայց դու գիտես, որ հավը թռնել չգիտի, չէ՞, արծիվը շատ հեռու է թռնում։ Բայց մարդիկ երնում է, որ ձուն արծիվին կարան հավի տակը դնեն։ Ու այդ հավը իր ջերմությունով կարա ծնունդ տա եւ մեծացնի։ Հետո կնայեք ասի, ես տենց թռել չսովորեցի, բայց քեզ կնայում կիանա կուրախանա։ Էս ինձանից է, էս արծիվը։ Так что ոչ ոք չթերագնատի իր ընտանիքը, ոչ ոք չթերագնատի սիրելիս իր եկեղեցին, ոչ ոք չքննարկի իր աղբորու քերոջը, որովհետև սա կյանքի ու մահի հարց է։ Համաձայն եք դա։ Մի հատ բան կա, դուք ուշադրություն դարձրել եք, ինչի Աստված երկու մարդ ստեղծել, մարդ ու կին։ Եվ Աստվածաշնչի մեջ ոչ թե մոր ու որդու սերն ամենաուժեղ համարվում, այլ մարդու կնոջ։ Մեր հայկական ասված կա, չէ՞։ Մամայի որդու սերը դա ուրիշ է։ Դա ցելը ուժեղ է, շատ ուժեղ է։ Դաժե ասում են մամա կնիկ ունենաս, մամա չես ունենա։ Դες բաներ կա, չէ՞։ Ժողովրդական։ Դա սխալ վարդապետություն է, Աստծու մոտ դες բան չկա։ Պրոստը մարդը երկու մարդ կարան տանալ մենակ մեկ, երբ ունեն մարդու կնեքին։ Հետ հորն ու մորը կթողնի որդին, բայց կնոջ հետ մեկ կտանա, սա Աստծո պատվիրանն է, ուստեղ չի կարելի մանիպուլյացիաներ անել։ Մաման իր տեղ ունի հարգանքի ու պատվի Աստված ասում է, ու երբ կյանք ունես հաջող, իսկ կինը ու ամուսինը իր տեղ ունեն, դրանք իր այդ համեմատելու չեն։ Ու դրա համար ամենամեծ սերը համեմատում է մարդու կնոջ սերը, դաժե Դավիթ թագավորը իր անկիրոջ մասին ասում է, ես իրան սիրում եմ ոնց որ կինը կարա սիրի ամուսնուն, հիշում եք։ Համասերներից համարը վերցնում ասում են, տեսեք, ինքը համասեր ա եղել, որ չեն հասկանում, սա խորհրդի կարգով ասում։ Հիսուս ասում է, Աստված Փեսան է Հիսուսը, եկեղեցին հարսն է։ Ու այդ մեծ հարաբերությունը, այդ խորը հարաբերությունը մեկացնում է երկուսին մեկ է դարձնում, ու ասում է, ես քեզի նշանեցի իմ վրա, իմս դարա, այս հասկացողությունը շատ խորն է։ Մեզ գաղտնիք է, որը պետք է բացի մարդը։ Մարդու կնիկ դառնում երկուսն էգոիստ են, երկուսն ես են։ Ու շատ դժվար է հարազատներ ջան, երկու տարբեր բնավորության մարդ այդ ապրեն ու մի մտքի գան։ Բաժանում են ասում են, դե բնավորությունը յոլա չգնացինք, մենք տարբեր ենք։ Հարազատներ ջան, դուք չգիտեք ու բնավորություն տարբեր եք։ Պատկերացնում տղամարդ կնիկ մարդու բնավորություն ունենա։ Ինչ հարազատ բաներ է։ Ձեր բնավորությունը տարբեր պետք է լինի, դուք պետք է իրար հանդուրժեք, սիրեք, ու հասկանալ։ Կան նավակ ուրիշ ձև են մտածում, տղամարդիկ ուրիշ ձև են մտածում։ Կինը պետք է չի ջանք անի իր մարդուն կնիկ սարքի, ու կնիկն չի պետք է ջանք անի իր կնոջ տղամարդ սարքի։ Իրար փորձեն փոխել տունը քանդվելու է։ Այսօր երիտասարդները շատերը չեն ուզում ամուսնանալ, կամ շատ ուշ են ամուսնանում, ինչի՞։ Որովհետև իրանք տանը չեն տենում են սերը, որ պետք է տենան։ Նայում է մաման չի հարգում հորը, հերը չի սիրում մորը։ Ու ասում նայում է ամուսնան մենակ մորս պես կնիկ չբերեն։ Ամուսնան մենակ հորս պես մարդ չբերեն։ Կամ թե չի ասում է ինքը այդ սերը հարգանքը տենում է իր տան մեջ, ու չի տենում իր սերի մեջ, ոչ մեկի մեջ։ Իր շրջապատի ոչ մեկի մեջ, ոնց են իրար սիրում։ Ու տաղջիկ ասում այ հորս պես տղա եղնի, նմանության չի ասում են, ոնց է մորը սիրել միջև ծերություն։ Աղջիկը երազում է իմինա հորը նման եղնի։ Իսկ տղին ասում է մորս պես աղջիկը եղնի տուն բերեմ, այ մոսը մերեսը հարգե սիրե, ինչքան հավատարիմ է հորս։ Դաժե հես արժանի չէ, ելի հավատալի մնաց իրան, այսպես կնիկ բերեմ, տեսնում եք, որ ամեն դեպքում, սիրելիներ, սերը ձևավորվում է, կազմավորվում է ընտանիքում ու եկեղեցում։ Так что չանտեսեք, վատ ընտանիք չկա, վատ եկեղեցի չկա։ Ուրեմն ինչի Աստված տարբեր պատվիրան տվեց երկու մարդու։
Մարդուն ասում է սիրի քո կնոջը, ոնց որ Քրիստոսը սիրեց եկեղեցուն, իր կյանքը տվեց եկեղեցուն։ Կնոջն էր ասում է պատվի հնազանդ եղի քո ամուսնին, ոնց որ եկեղեցին է հնազանդ իր ամուսնուն։ Ես այդ բանը շատ ուշոտ հասկացա, հետո իմ աշխարհիկ բնավորություն, իմ աշխարհիկ անցած հիշելով հասկացա, ախր Աստված ինքը շատ լավ գիտա, ինչ է ստեղծել, ու շատ լավ գիտա մեղքը ինչ է սարքել մարդուն, ու ինչ հետևանքներ է թողել։ Իր պատվիրանները խորն են, պիտանի, սաղ սիրով լեցված, ու սաղ իր օրենքները սերը։ Երբ մարդուն ու տանով ապրի։ Մարդը, տղամարդը, կարա հարգի կնոջը, որտեղ ինքը շնորհքով կնիկա, հավատարիմ կնիկա, կյանքում չի դավաճանի իրան, երեխեքի մերնակ, հարգի, բայց կարա չսիրի։ Սիրուն սիրի, բայց սիրուն չհարգի։ Ինքը ոտ անարակիվ իր ամուսնանամ թողնել կնոջս։ Ես ու չուզենա իրանց երեխա ունենա։ Ինքը պրոստը իր ժամանակ կասկածի իրան։ Չի հարգի, ու սիրուն կյանքում չի ստանա այդ հարգանքը, որը ունի կնիկը։ Ու ստեղ Աստված ասում է տղամարդը, լսի, եթե դու պրոստը հարգես, ապահովես քո կնոջը, դու երջանիկ չես սարքի իրան։ Ինքը ուզում է սեր, ընդամենը հասարակ բան, պրիմիտիվ բան, ուշադրություն, շփում, ու ջերմություն, ու տղամարդու թիկունք, ոչ մի բան չի ուզում քեզանից։ Եթե դու իրան գլխից ոսկի թափես, Դուբայ ղրգես, ամենտեղ մանածես, բաք չսիրես, երջանիկ չի եղել։ Ու դրա համար շատ հարուստ կանայք իր ամուսնություններին չեն բաժանում, որովհետև շատ բան գործեն։ Թաքուն սիրի կանեն պահում։ Եվ կանայք չեն կարա չսիրեն, գիտեք, իրանք ստեղծված են սիրել, սիրո անոթ են։ Ճիշտ է թե չէ։ Իրանք անոթ են, ինչ որ տղամարդը մեր չգտնի, երկու անգամ կստանա։ Սերգդեցեք, անհարգանք երկու անգամ կստանա։ Մի հատ իր կողմից, մի հատ իր կողմից։ Ասում ես ինչ անում, այ մատ ինչ ես դրել, մեջ է ստացել ես։ Գիտես, եթե դու քո ամուսնուց սիրես, հավատարիմ եղնես, սա կյանքը ոչ մի տղամարդու չնայես, բայց չհարգես, ինքը երջանիկ չի։ Պատկերացրու դու իրան սիրում ես, իր մոտ գժվում ես, ամեն օր չես կարող պատկերացնել կյանքը տարանց իրան, վայ ասում ես հանկարծ մեռավ ես կմեռնեմ։ Բայց այս մարդը մի քիչ քեզանից քիչ է գումար աշխատում, էսով է ստա։ Բայց եղբայրներ ջան շատ ապասն է, ու մեխանիկները ավելի շատ են փող աշխատում, հաստե մենք։ Լավ կերնի գործեր թողեք։ Ուինեք ինչքան կարևոր է, որ չանեք ամենասխալ բանը շատ քուրեթուր է տալ։ Հələ նրա մարդուն, ես մարդ ասում եմ, ես вообще մարդ եմ թե չէ։ Այնպես տպավորությունը ես կնիկը ոնց աշխատեն գելա խախի տղամարդկանց, բայց դա տեն չի, պրոստը ինքը նայում ես մարդը շատ է փող աշխատում, ես մարդը մաշինա արել, իսկ դու արդեն 50 տարեկան ես, ոչ տուն ունես, ոչ տեղ, ու ջարդում է մարդը։ Ես մի բան եմ հասկացել, եթե դու ուզում ես քո մարդը թագավոր եղնի, դու պիտի թագուհի եղես։ Եթե դու թագուհի չես, մարդը դու թագավոր չես սարքի, ու իրանից մի պահանջի կա։ Տղամարդը ինչքան էլ իրան հավատարիմ եղնես, տունը էրքես, թափես, ապահովես, եթե դու իրան սիրես, խելագարվես, ինքը գիտե որ դու սիրում ես, բայց դու իրան չհարգես, ինքը դժբախտ մարդ է դառնում։ Դժբախտ է սիրում։ Դրա համար Աստված շատ լավ գիտի մեր բնույթը, ու դրա համար մեզ տարբեր պատվիրան է տվել, թեկուզ մենք մարդն ենք երկուսը։ 5-րդ գլխում երկրոցում մի հետաքրքիր պատմություն կա սիրահարված զույգերի մասին։ Հիշում եք, ես չեմ կարդա ժամանակի առանց։ Ասում եմ իմ սիրեկանի ձայն, ես ասում եմ պարկած էի, բայց արթուն էի, եւ հանկարծ լսեցի իմ սիրեկանի ձայնը։ Եվ նա ասեց. Իմ քույրիկ, իմ գեղեցկուհի, իմ կատարյալ։ Դուրը բաց արա, դուսը ցույց ասեց ասել, անձրևա գալի, մազես թրջել է։ Ու պատկերացեք, այդ մարդը քնած չի, սիրահարված է, որ ասում է իմ կյանքս եկավ, ես քնած չեմ, ձենը լսեցի, սիրտը սպասում է իրան, տեսեք ոնց է սիրահարված, խելագարի պես, մեկ է սենց անում, չեմ կարա, շորերս հանել եմ արդեն, բակոշիկներս հանել եմ, օծմայյուղը ցանել եմ, ոնց վեկանամ դուրը բացեմ, այ քեզ բան, տեսնում եք չի անհարգանք, ինքը ոնց է իրան սիրում, այն տղեն ոնց է իրան սիրում, ու մեկ էլ լսում անարգան, ասում ես մերսում եմ, դուրը բաց արա, թաց եմ եղել, ասում արդեն անգողին եմ մտել, ալարս գալիս է դուրը բացեմ, հետո տենում որ ստեղը չի կարա, ձերքը տարավ դրանը, տեսավ ձերքը տարավ, չի կարա բացի, վազելով գնաց դուրը բացը չկա տղեն, չկա, սյա,
այստեղ սկսվեց հետաքրքիր պատմություն։ Եվ ինքը խենթի պես դուրս ընկավ ու սկսեց լացեղնելու մանգան։ Ուր այն սիրած իրանը։ Եվ քաղաքի պահպանները տեսան, գիշերվա կեսին, ծեծեցին իրան, շորակից անեցին, անհարգեցին, իրան խփում էին, ինքը ցավ չէր զգում։ Իրան անհարգում էին, ինքը անհարգակ չէր զգում, ասում էր Երուսաղեմի դուստեր, խնդրում եմ ձեզ, երդվացնում եմ ձեզ, ասեք ուր է իմ սիրեկանը։ Ասում եմ ասեք, տեսնում եք, քուրեր ջան, անհարգանքը կորցրեց, հիմա այդ փոշմանեն եք։ Մարդը տենց է, ինչ ունի չի գնահատում, չէ։ Կորցնում եք, ասում այ մարդ էս ինչ լավ կնիկ ունե, ես ինչ, ինձ հետ ով կարար գյոլա գնար, ես ոնց արեցի, փոշմանալ չկա, էլ չի սիրում քեզ, դաժե քո տան մեջ ապրում քեզ չի սիրում է, դու ամեն ինչ արի, որ սերը մերդի այդ մարդու մեջ, հիմա ինչ ես անել, հիմա նստած տարապում ես։ Կամ քույրը, անհարգեց, հավատացյալ քուրի, անհարգիր աշխարհի կամ մարդու, անհարգեցիր, որ դարձել կամ համել թողեց գնաց, ինձ ասում ես, բայց ինչ լավ աշխարհի գեր, բայց ինչ լավ մարդ էր այն մարդ, իմ երեխեքից ոնց էր սիրում, ոնց էր կամ, հա թե ինչ անել, ու լաց ես ելնում, կամ ինքը չի գնացել, քո կողքն է, քեզ էլ չի սիրում, ում ա պետք է օջախը, որտեղ չկա սեր, ես գիտեք ինչքան դաժե հավատացյալներ, ընտանիքներ կան, ես հով եմ ես գինա, իրար ապրում են, պրոստա սովորել են երա, ասում ինչ անենք, ուր գնանք, հանուն երեխեքին, գիտես ես շատ ուժեղ կներվեի, եթե իմ սիրած աղջիկը, իմ կինս, 13 տարեկանով ծանոթացել եմ, ինձի սիրել հանուն երեխեքին, կամ ինձի սիրել հանուն Հիսուսի, ես չեմ ուզել ձեր սեր, ես կմերժեմ ձեր սերը, ինձի պիտի սիրի հանուն ինձ, Սուրբ Հոգու շնորհիվ Քրիստոսի պատվիրանը պահելով, այո, բայց ոչ թե հանուն Հիսուսի, որտեղ գրած հանունի սիրեք ձեր ամուսիններին կամ կանանց, հարազատներ ջան, սերը երբեք չի մտածում, թե ինչքան թանկ կնստի իր զոհը, ճիշտ է թե չէ, երբեք չի վախենում, դաժե վախկոտ մարդը, եթե հանկարծ երեխուն կամ իր սիրած յարին մի բան եղնի, այդ վախկոտ մարդը այնց առյուծ կդառնա, կմտնի կրակի մեջ քանի, այդ վախկոտ մարդը սերը այնց հատկություն ունի, որ քեզ քաջացնում է, քեզի հերոսը կարա դարձնի, վախը գնում է, գիտեք չէ, որ ոչ մի բան չի կարա հաղթի վախին բացի սիրուց։ Հայերը մի հատ տեղ կա, չեն սիրում, մի պավետարում ինձ ասում է, Հիսուս ասում է, որ ինչ օգուտ ունեք, եթե դուք սիրում եք մենակ նրանց, ովքեր ձեզ են սիրում, օգնում եք նրանց, ումից սպասումներ ունեք հետ կտալ։ Շա դուք լավություն եք անում, ես սպասումներ ունեք։ Ինչ օգուտ ունեք, ինչ վարձք ունեք։ Սիրեք նրանց, ովքեր ձեզ չեն սիրում։ Զարմանալի է, չէ՞։ Սիրեք ձեր թշնամիներին, ուտես պատվիրան, ոչ մի կրոնում, ոչ մի հավատքա չկա, մարդու խելքից վերել պատվիրանա։ Դա մարդը չի կարա հորինի, այդպես բանին քիրան ու կամենա։ Դա անհնար է, մենք չենք կարա մեր տնեցիքին սիրենք, չենք կարա մեր երեխեքին սիրենք, չենք կարա մեր ասում նորմալ սիրենք, հետերը մնացել իրական թշնամուն սիրենք։ Թշնամուն պետք է սպանել, ճնշել, եթե մեր ձերենի, վատրտել։ Դա նորմալ մարդկային բնավորությունն է, աչք գիտեն, աչք, արդարությունն է։ Ինքը մեր երեխունը սպանել, իր երեխուն սպանել։ Բայց չէ որ մեր Աստված ասում է, որ ողորմությունը գերազանցում է արդարությունը։ Ու սա մարդը չի կարող հասկանալ։ Սիրելիներ, թողտերը փառավորվի, ես մի բան գիտեմ, որ ես պետք է թողնեմ ամեն ինչ ու դու պետք է թողնես ամեն ինչ, ու մի հատ նայես, դու սիրես սովորես թե չէ։ Կապ չունի դու ծառայող ես, ինչ անգիր ես սովոր Աստվածաշունչը, ժամերով աղոթող ես, ինչ պարգևներ ունես, դու կարար սիրես, գոնե քո ասուն այնպես ոնց որ ինքն քեզ սիրում, շատ դժվար է։ Սուրբ Հոգով կարաս, եթե լցվես, ուրան հնազանդվես։ Եվ քո ընկերոջը, քո տնեցին, քո հարազատին, վերջը կարիքավորին, որ քո կարիքը ունի սիրում։ Էսի մեծ հարց է, ու կյանքի ու մահի հարց է։ Երեխեքը գիտեք ինչի, ես երեխա վաղտես երազել եմ մեծ adam, չէ՞, դուք եք երազ, չէ՞։ Երբ ինձ 15 տարեկան քան տակած մեզ աստուտ խափում էին։ Հա։ Ու շուտ ուզում եմ մեծանալ, այս ժամանակն այնքան դժվար է գնում, հիմա ինձ հականում չեմ հասնում, դաժե նայեմ արդեն էլի դարա 45 տարեկան։ Ոնց միջև այն կոմնայցի տարին անցավ։ Գիտեք, երբ որ ես Աստվածաշունչ կարդաս, հիմա Աստված ասում է, մեծացար լավ արեց, դե հիմա ինչև երեխա չդառնաս եւ ինչ չես մտնի։ Ինչի երեխայի պես դերնի։ Քերքո մենք պետք է եղենք տղամարդ, հասունացած, սերտով երեխա։ Երեխեք գիտեք, չէ՞, իսկական, կատարյալ, սեր երեխեքի մեջ է։ Իրանք ոչ մի պայման չունեն։ Ոչ մի պահանջ չունեն, իրանք պրոստա սիրում են։
Նեղացնում ես իրանք, իրանքերի լացում են, նեղանում քեզ գալիս փաթում պատշում են։ Իրանք բան են ուզում չես տալի, լացում նեղանում են, գալիս քեզ պատշում են։ Ճիշտ է թե չէ։ Երեխեքի սերը էլի աստվածային բան կա, որ կարանք մենք ցես նայենք ու սովորենք։ Նայեք, շուտ բոլորը ծախ պատմած Աստծո փառքի մասին, սա սովորեցնում է քեզի, թե Աստված քեզ կան շատ է սիրում ու սովորեցնում է, որ դու ոնց ես սիրես Աստծուն ու նրան նմանես։ Սիրելիներ, Աստված երբեք կոնկուրենցիա չի մտնում մեղքի մեջ, ու նա չի պայքարում մեղքի հետ։ Նա ուզում է, որ մեզ չկործանի ու իր սեփական ձեռքերով մեզ չդատի, որտեղ մենք իր սիրո պտուղներն ենք, իրանց ծնված։ Ու ուզում է մենք իր ժառանգորդներն ենք, որպես մեր հայրը։ Եվ ինքի հարստությունը, որ ինք ունի, եւ երկրում ունի հարստություն պահած ձեզ նո, բոլորիս հիմա սուրպրիզներ ունի։ Բայց մենք մեղքի պատճառով մենք այդ սերը կորցնում ենք ու շատ անգամ հեռանում ենք ու ասում ենք Աստվածից թողել է, Աստված կյանքում չի թողնի, նա սերը սահման չունի։ Այդ քո մեղքն է պատստեվ, դու չես զգում իր ներկայությունը, դու չես զգում իր սերը, որտեղ քո սիրտն է սարերը անում։ Սողոմոնը երկերկոցը գրել, այդ գրել է մի աղջիկա մասին, որ ինքը սիրում է։ Սա խորհուրդն է իրականության Աստծո եկեղեցու։ Ինչքան ա եղել, որ քո սիրտը թակել է Սուրբ Հոգին։ Ուզեցել է խրաթի, խորհրդի, մտի քո սիրտը, դու ասել ես, այսօր զբաղված եմ հոգսերով։ Ասել արի մոտ, խոսք ունեմ քեզ ասելու, հույրեր ունեմ, չեմ կարողանում հավաքվիթի։ Ինչքան ա եղել ասել է, ների, որ իմ ներկայությունը չկորցնես։ Ես չեմ կարող ներել, ինքը դες է ցավացել, ես ունեմ նույն ցավը պատճառել։ Հետո նայել ես, չկա, քո սիրը կա, չկա, չես զգում ներկայությունը, աղոթում եմ ժամերով, ես ինչ եղավ այն մարդ, ես ու գնաց իմ սիրեկանը, ու խենթի պես լացելու ես, իրան փնտրելու ես, փորձանքների մեջ ես ընկել, քեզ քալացի սատանա, կջարդեն քեզի։ Ու դու կիմանաս, կասես ամեն ինչ կանեմ մենակ այն հարաբերությունը, որ ես ունեի Աստծո հետ, մենակ թե վերադառնա։ Ու հավատա, այդ վաղ հասկանաս, երբ որ չես զգայա ներկայությունը, թեկուզ ինքը քո կողք կնա։ Ինքը երբեք չի երանում մարդու կողմից։ Երբեք։ Ինչ ուզում ես անել։ Դու ես հեռանում, այդ մեղքերն է հեռացնում։ Դրա համար սիրելիներ, վերջի օրերում գրված ով մարդիկ անօրության պատճառով սերը կորցնեն։ Եվ որ ուշադիր նայեք, հայտուցած թղթերում գրած է ես քո դեմ ունեմ։ Ոչ թե նրա համար վատ ես ծառայում, չէ, լավ ես ծառայում։ Ոչ թե նրա համար որ դու չես ատում սուտը կամ լավ չես անում քո պարտականություն, չէ, ասում եմ լավ ես անում, հավատարիմ ես, գնահատում եմ, բայց քո դեմ ունեմ։ Դու կորցրել ես առաջի սերը։ Այնո ես քո մեջ դրել եմ ոնց դու պետք է կյանքը, սա կյանքը։ Ոնց դու շատացնել ես սերը քո մեջ, բայց դու կորցրեցիր դաժե քիչը, որ ես քեզ տվել եմ։ Եթե այս պատգամը քո սրտին կպավ, եթե այս պատգամը մտածում ես, որ քեզ ա վերաբերում, բերեք ոտի կանեք, աղոտ կանեք։ Եթե դու առաջի անգամ ես եկել սիրելի եղբայր քո ջան, դերորդնի քեզ եկել, թող որտեղ հաստատից թե։ Քեզ տեղ սիրեն, կգրկեն, կօգնեն, որ դու քո Աստծո հետ հարաբերություն ստեղծես, որպես հոր ու որդու։ Եթե դու երկար ժամանակվա հավատացյալ ես, եւ ես խոսքի մեջ տեսանք ու բաստողումը, մի հուսահատվի, մի կոդրվի, երբեք ուշ չի սիրել։ Երբեք ուշ չի խոստովանել։ Երբեք ուշ չի գնալ ներողություն խնդրել։ Գնալ հարաբերություն վերականգնել։ Պրոստը մի բան որ ուզում ես անես, մի հատ հարց տուք ես։ Արժի դրա խաթուր, ինչո՞ մի բանի խաթուր, սերդ կորցնես։ Քո ճիշտը, քո պրինցիպը, քո նեղացությունը, կամ քո ճիշտը արժի տունդ քանդես դրա խաթուր։ Ում է պետք ճիշտը, որ վերջում պետքա քանդի ամեն ինչը։ Ավելի է սխալ ելնեմ մարդկանց առաջ, բայց ճիշտ ելնեմ Աստծո առաջ։ Երբ որ խփում են աչքոմը, ձախը դեմ դուր, հայերը չեն սիրում այդ խոսքը։ Այսօր հավատացյալին ու խփես, հավատա ինքը չի դեմ տա։ Շատ կարևոր է դու հասկանաս դրա իմաստը։ Դրա իմաստը նա է, որ եթե դու մեղավոր ես ու քեզ անհարգեցին, մի ասա մեղավոր եմ ու հետո երեսը թեքի։ Ասա մեղավոր եմ ավելին եմ արժանը անարգել, դեմ դուր։ Թող մարդը տենա։ Այսօր քո քարոզը եւ աստվածաբանությունը շատ կարևոր բան է, բայց մարդուն պետք չի, եթե դու քո մեջ սեր չեղար։ Ինչքան մուսուլման դարձել ենք, մեր մոտ հայ ռուսական ծառայություն ա գնում արդեն։
Նա եղել ոչ թե նա, որ ես աստվածաբանությունով ապացուցել եմ, որ իրանք սխալ են ու մենք ճիշտ ենք, նա եղել, որ ես այդ սերը, որը սովորել եմ, իրան եմ տվել, որ ինքը այդ սերը չի կարող ուշտերի ստանալ։ Ու այդ սերը դարձի ա բերել։ Ադրբեջան, Դագեստանցի տղա եք ես ռուս, գինը ադրբեջանցի մեր եկեղեցուց էին։ Մի ժամ տվեց իրապ աշխարհին, չի, պրոստ ես ապացուցեցի, որ Կարանը չունի սեր, իր մեր Աստվածաշունչ սեր կա։ Ու Կարանը քեզ կստիպի քո խղճի հակառակ բաներ անել, ու դու կյանքում չես ունենա։ Ու Աստված քո խիղճդ կավելացնի, ու նես բաներ կսովորեցնի, ու խիղճդ ավելի հաճենա, ուրախանա։ Այս է տարբերությունը, կարճ ու կոնկրետ։ Սերը երես առնում, վախը բռնանում է, ճիշտ է։ Բայց որտեղ կա սեր, շատ սխալներ կա, բայց որտեղ չկա ամեն ինչ է սխալ։ Ու եթե դու ուզում ես, իրոք սիրես սովորես, դու սխալվելու ես, բայց սովորի, սխալը տուղելու։ Եթե դու ուզում ես քեզ սիրեն, այդ մարդը սխալվելու է, դու իմաց ինքը չի գիտեմ ոնց ամուսին է, ինքը չի գիտեմ ոնց հավատացյալ է, ինքը սովորելու է։ Հանդուրժի ների, ոնց որ Քրիստոսը ներեց քեզ։ Հայր Աստված, շնորհակալ եմ քեզ այսօրվա համար, որ լույսը բացվել է մեր վրա, եւ կանգնած ենք իմ աղբերների քույրերի հետ քո տան մեջ, մեծարում ենք քո սուրբ անունը։ Եվ խոստովանում ենք, այո, Տեր Աստված, մենք չենք ճաշակել քան խորը քո սերը, ու չենք ձգտել քո սիրուն ամենի ռեսուրս, ամեն պաշար չենք դրել, որ սերը մեր մեջ շատանա։ Ու Տեր Աստված, բաց ենք թողել, այն շնորհքը, որ տվել ես, չենք շատացրել, Տեր ջան, ծույլ ու կեղծավոր ծառայի պես ենք եղել։ Տեր ջան, ների մեր մեղքերը, գիտակցաբարով խնդրում ենք այսօրվանից օգնի, վերանայենք մեր հարաբերությունը քեզ հետ եւ մեր տնեցիների հետ, որովհետեւ դու ավելի մեծ պատվիրան ես տվել, որ թշնամուն սիրենք Տեր Աստված։ Եթե մենք չենք կարի ասենք թշնամուն ոնց կսիրենք Տեր Աստված ջան։ Խնդրում ենք քեզ այդ սիրո գաղտնիքը բաց արա մեր, քո խոսքի միջոցով, քո եկեղեցու միջոցով, քո ստեղծված ընտանիքի զույգերի միջոցով, թող հանցի մեր երեխեքին եւ անեցքը կդրի մեզանից։ Թող մեր գեներից բնած փոխվի եւ սերը փոխանցվի հորից որդուն, որդուց թորին Տեր Աստված ջան։ Մինչև 1000 պորտ ոնց դու խոստացել ես, քո սիրո պատվիրաններին բաղողի օրդնես։ Թող բոլոր խոստումներդ կատարվես միջավայրում։ Այստեղ Տեր Աստված ջան, թող զուգավորվեն Տեր Աստվածը երիտասարդները։ Թող որբերը գտնեն իրանց հորդունը Տեր Աստված ջան։ Որտեղ սեր չկա մեծ տան, այնտեղ սեր տանեք Տեր Աստված ջան։ Որտեղ չկա հավատ տանեք Տեր ջան։ Որտեղ կա հուսահատություն, Տեր ջան, չարություն, խաղաղություն եւ հույս տանեք Տեր ջան։ Քո ավետարանը բաց արա, որ մենք ունենք Տեր Աստված։ Այդ ավետարանը խորհուրդն ու գաղտնիքը Տեր, օրհնված են այս միջավայրը, որտեղ հավաքում ենք քո անման համար։ Դու փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն։